Ողջույն բոլորին, հետաքրքիր թեմա եմ ընտրել, հուսով եմ կհավանեք։ Արդեն վերնագրից տեսակ, որն է իմ կոչումը, որն է իմ իրական կոչումը, որն է իմ առաքելությունը։ Եվ ես կփորձեմ քարտերի միջոցով ձեզ ասել որոշ հարցերի պատասխաններ, որոշ հարցեր կհնչեցնեմ եւ այդ հարցերի պատասխանները կփորձենք գտնել քարտերի միջոցով։ Դե բավականին շատ հարցեր կտանք մենք քարտերին եւ կգտնենք որն է ձեր իրական կոչումը, որն է ձեր առաքելությունը, նպատակը, նպատակային նշանակություն է կոչվում։ Երևի այսպես քարտերի օգնությանն էլ կդիմենք, որովհետեւ մեկ քարտով խոսելը դա սխալ է։ Ինչ որ բաներ պահել հարկավոր չէ, բացարձակ։ Ձեր իրական կոչումը։ Մարդու իրական կոչումը, ձեր իրական կոչումը, առաքելությունը։ Ճիշտ ուղիով եք գնում արդյոք դուք թե ոչ։ Ընդհանրապես այս հարցերը, որոնք որ ես տալիս եմ, այս հարցերը թվայգիտությամբ կարող եք նաև դիմել խորհրդատվության համար։ Հենց այս նույն հարցերը, ինչով որ ես հիմա հնչեցնում եմ։ Ինչից պետք է ազատվեք։ Ինչը արժե զարգացնել։ Ինչը կամ ով կարող է օգնել ձեզ գտնել ձեր իրական ուղին։ Ձեր այդ կոչման առավելությունները, այսինքն մարդը ունի առաքելություն եւ այդ առաքելության առավելությունը, թե դուք ինչ կարող եք ծառայել մարդկանց։ Զարգացման հեռանկարները եւ վերջին եզրակացություն։ Ինչ կտա ձեզ զարգացումը։ Այսպես, ի՞նչն է ձեր իրական կոչումը, առաքելությունը։ Նրա առաքելությունը այստեղ ինչ որ մարդկանց, հատկապես որևիցե կնոջ մասին է խոսքը, իր կյանքը հեշտացնելն է։ Նաև հեշտացնել բոլոր ընտանիքի կանանց, միգուցե այնպիսի մի կարմա է եղել ձեր ընտանիքում, որ բոլոր կանայք տուժում են։ Եվ հիմա այստեղ ձեր առաքելությունը, որ դուք եկել եք այս կյանք, հեշտացնեք մարդկանց, հատկապես այդ կանանց կյանքերը, միգուցե խորհրդով, միգուցե ինչ-որ հարցերում պետք է օգնեք իրենց, որ ավելի հեշտ լինի իրենց մոտ ինչ-որ հարց լուծել։ Եթե սա ուրիշ քարտ լիներ, արդեն ուրիշ ձև կխոսեին, բայց այստեղ հստակ ոնց որ թե ձեր առաքելությունը կապված է կանանց հետ։ Միգուցե ձեր երեխան է, ձեր մայրն է, ինչ որ մի բան, ոնց որ ձեր խորհուրդներով պետք է հեշտացնեք իրենց կյանքը, ձեր արարքներով պետք է հեշտացնեք իրենց կյանքը, որ իրենք կարողանան այս կյանքում դրսևորել եւ դուք կհամարեք ձեր առաքելությունը կատարած, դիմացինին օգնելով, դիմացինի գուցե դժվարությունները վերցնելով ձեզ վրա, բայց ոչ մինչև վերջ, որովհետեւ չի կարելի, երբ որ առաքելություն ունի մարդը, չի կարելի ամբողջը վերցնել իր վրա։ Դա իր առաքելության ամենավատ կողմը կլինի։ Եթե բոլոր խնդիրները, ուղղակի սա ոնց որ դուք ավելի ոնց որ պետք է դառնաք կամուրջ նաև։ Մենք ունենք նման կարմա, որ մարդը դառնում է կամուրջ, ինչ որ մարդկանց հաշտեցման
հետ կապված։ Այսինքն դուք այդ կանանց, ովքեր որ միգուցե լքված են ձեր ընտանիքում, դուք պետք է կամուրջ հանդիսանաք հաշտեցնելու համար։ Հեշտացնելու այդ process-ը, որ իրենք ավելի հեշտ կարողանան հաշտվել, խոսել, իրենց կյանքը դասավորել։ Դա է ձեր առաքելությունը, ամեն մեկը թող նայի, եթե սա ձերը չի, մենք եւս էլի գնայինք այս թեման եւ միգուցե այն ժամանակ ձերը լինի։ Այս կինը արդեն ամեն ինչ փոխում է։ Կան լքված կանայք նման ունենք կարմա եւ այդ կարման իրոք մարդիկ լքված են։ Ճիշտ ուղիով եք գնում արդյոք։ Կարող եմ ասել նույն դիրքում անընդհատ պտտվում եք։ Նույն դիրքով պտտվում եք։ Ոչ մի բան չեք փոխում։ Սա պտույտ է, որ մարդը չի կարողանում անել։ Այս պահին ոչ ոք չի անում իր առաքելությունը։ Ոչ ոք։ Դուք ճիշտ ուղիով անգամ ուղին չեք ընտրել։ Ուղին չեք ընտրել, որ գնաք։ Բայց այստեղ խորհուրդ կա։ Ուղին ընտրելու համար միգուցե այստեղ ձեր ուղին որևիցե ինչ-որ մի գիտելիքներ ձեռք բերելն է, որ պետք է ձեռք բերեք։ Եվ այստեղ ինչ-որ թե ինչպես օգնել, օրինակ հոգեբանության ինչ-որ մի մասնագիտություն կամ ինչ-որ պահեր են այստեղ, ամենայն դեպս դուք ձեր առաքելությունը այստեղ չեք կատարում։ Սա ճիշտ ուղով գնալու քարտը չէ։ Սա այն քարտն է, որը մարդը պտույտվում է նույն բաննայի մեջ, բայց ինքը ոչինչ չի անում դրանից դուրս։ Այսինքն ուղին չեք ընտրել ձեր դեռևս։ Ուղին սա ասում է իրոք սովորիր, քեզ գիտելիքներ է պետք եւ միգուցե գիտեք սա ինչ որ բան էլ գաղտնիքների հետ է կապված։ Այստեղ դեր առաքելության, ես չեմ ուզում շատ մանրանալ, տեսնում թե այնքան կերկարի, հենց հիմա այնքան բաներ ունեմ իմ մեջ, որ կարող եմ ասել, ուղղակի տեսնում թե շատ կերկարի։ Ամեն մեկը պետք է դա իր մոտ հասկանա գաղտնիքը, գաղտնիք, կամուրջ, հեշտացում։ Միգուցե իրոք պետք է ինչ որ գաղտնիք ձեզանով դուրս գա ավելի հեշտ տարբերակով, այդպես ոնց որ մարդկանց ավելի հեշտ մատուցելով այդ գաղտնիքը։ Համենայն դեպս, այստեղ ուղին ճիշտ չի։ Ուղի չկա այստեղ։ Դուք ձեր ուղիով չեք գնում։ Պետք է կարողանաք դուրս գալ այդ կամ փակ ուղուց, կամ այդ միապաղաղությունից, կամ այդ ինչ որ անում եք դուք։ Անում եք, կամ ուզում եք անել, բայց ոչինչ չեք անում, դուք ճիշտ ուղի չկա այստեղ։ Եթե մարդը իր կյանքում իր ուղին է ուզում գտնել, հա, այստեղ մի հատ սա դնում ենք մի կողմ, կյանքում իր ուղին է ուզում գտնել, ապա սա ճիշտ մասնագիտության ընտրությունն է, որ դուք ճիշտ մասնագիտություն ընտրեք։ Եվ այստեղ եթե դուք զգում եք, որ այդ մասնագիտությունը ձեզ համար է եւ դուք հավեսով գնում եք դասի կամ այդ մասնագիտությամբ աշխատում եք, ապա այո։ Եթե ինչ-որ միտեղ ուղակի աշխատում եք, բայց երազում եք ինչ-որ մի բանի մասին, հա, օրինակ ոնց որ ես, նա եկեք այսպես վերցնենք։ Ես օրինակ իմ ամբողջ երակներով, մկաններով ես իրավաբան եմ։ Եվ ես ամեն անգամ նյարդայնանում եմ այն փաստից, որ ես դուրս եմ եկել եւ ես չեմ աշխատում այլևս ոստիկան։ Եվ ինչ ուզում ես անեմ, ես ոստիկան եմ տեսնում, ասում եմ վախ երանի ձեզ։ Հա, դա նայա որ մարդը չի արել իր առաքելությունը, միգուցե ոնց մարդը ծնվել էր օրինակ ինչ որ մի բանի անելու համար, եւ այստեղ դուք նույնպես, հա, կարող թաքուն աշխատում եք ինչ որ միտեղ, բայց այսպես թաքուն երազում եք մեկ ուրիշ բանի, ուրեմն դա ձերը չէ։ Ուրեմն դուք ճիշտ ուղի չեք ընտրել։ Դուք պետք է անեք այն ինչը որ այդպես է, ձեզ է տրված։ Ինչից պետք է ազատվել, ինչից անցյալից, նայեք, բարձ երևում է քարտը, երևում է անցյալի ինչ որ պահերից, անցյալի խնդիրներից։ Նայեք։ Գիտեք, այստեղ կարող է լինել նաև կորստի հետ կապված։ Մարդը իրեն է մեղադրում ինչ-որ մեկին կորցնելու համար, որ չի կարողացել ճիշտ ժամանակին կողքը լինել, ճիշտ ժամանակին ինչ-որ մի բան
օգնություն ցուցաբերել, ինչ որ մի պահ է այստեղ անցյալում է։ Անցյալի կորստի պահն է սա, որ պետք է ազատվեք դուք։ Ամեն մարդ թող վերցնի իր վրա։ Այս հարցերը ամեն մեկը առանձին վերցրեք եւ առանձին քննարկեք։ Ուղղակի մենք նայում ենք մարդու իրական կոչումը։ Եվ եթե դուք կարճած եք ձեր անցյալից, դուք իրական կոչում չեք կարող ունենալ։ Ձեզ հետ է քաշում ձեր անցյալը։ Եվ ինչքան հետ եք գնում, այնքան կորուստը ավելի շատ է։ Ինչքան հետ եք մնում, այսինքն ինչքան կարճած եք անցյալից, դուք պատկերացրեք, այսպես դուք ուզում եք գնալ եւ այսպես մի հատ թելիկներ են եւ այս թելիկների վրա ծանր բաներ են։ Եվ այսպես քարշ եք տալիս եւ ամեն անգամ կորցնում եք ուժը, կորցնում եք ինչ որ մարդկանց, որովհետեւ դուք այդպես քարշ տալով գնում եք ինչ որ մի բան։ Երբ որ բաց կթողնեք ձեր անցյալը, այդ ժամանակ արդեն կորուստներ էլ չեք ունենա։ Միգուցե դա է հենց մարդու կոչումը, որ իրոք շատ դժվար է անցյալը բաց թողել։ Ես միշտ եմ ասում, եւ ինձ թվում է, ինձ նման մասնագետները եւս ձեզ ասում են, որ անցյալը պետք է իրոք բաց թողնել, բայց շատ դժվար է, շատ։ Հենց դա է, որ մարդը չի կարողանում անի իր առաքելությունը։ Իրոք։ Եվ շատ 90% մարդկությունը չի կարողանում անել իր առաքելությունը։ Բաց թողեք անցյալը, որպեսզի կորուստներ չունենաք։ Հենց որ հարցը ինչից արժե ազատվել անցյալի բեռից։ Եվ մոռացեք անցյալի կորուստների մասին։ Եվ ինչքան խորանում եք անցյալի մեջ, այնքան շատ եք կորցնում ներկայիս կյանքում ձեր առաքելությունը կատարելու հնարավորությունները։ Հենց դա է ինչ որ պահեր այստեղ վախը, որ նույն բաների մեջ եք անընդհատ, ինչ որ պահեր են, եթե մի հատ այս կանգնացնեք այս պահը եւ մի հատ վերլուծեք ձեր կյանքը, կհասկանաք ինչի մասին եմ խոսում։ Ինչը արժե ձեզ մոտ զարգացնել։ Ամենաառաջին այստեղ կասեմ ֆինանսական գրագիտությունը։ Ֆինանսներից կարճելու սովորությունը, որ օրինակ ձեր երկրորդ կեսից եք կարճած։ Բոլորս սիրում ենք գումարներ եւ գումարն է, որ պահում է մեզ։ Յուրաքանչյուր մարդու գումարն է պահում։ Եվ այստեղ պետք է զարգացնեք հմտությունները գումար վաստակելու, գումարը ճիշտ տնօրինելու, գումարը աչ ու ձախ չվատնելու համար եւ նաեւ թե ինչպես պետք է տնօրինեք նաեւ ձեր զույգի գումարը, գնահատեք այն ինչ որ ունեք այս պահին։ Եվ պետք է զարգացնեք այդ հմտությունները գումար աշխատելու։ Եթե այստեղ ճիշտ մասնագիտություն ընտրեք եւ չմնաք նույն տեղում պատտվելով, որտեղ ուղի չկա այստեղ, եթե չմնաք անցյալում, եկա ինչ որ մի գործ եք արել, լավ չի ստացվել, եւ այստեղ գումարը ճիշտ տնօրինելու ու զարգանալու այդ process-ը պետք է դուք զարգացնեք ձեզ մոտ։ Եվ ոնց որ սիրով անեք այդ գործը, ոչ թե հանուն գումարի, այլ ուղղակի ձեր կյանքը ավելի լավացնելու համար։ Այդ դա պետք է զարգացնեք։ Շատ մարդիկ կան իրոք, որ չգիտեն ինչպես ճիշտ գումարը տնօրինել, չգիտեն ինչպես գումար աշխատել ավելի շատ, եւ դա հենց խնդիր է առաջացնում իրենց մոտ։ Եվ ինչ գալիս է գումարը, ծախսում են, հետո սկսում են պարտքերի տակ մնալ։ Իսկ եթե դուք զարգացնեք ձեր այդ հմտությունները, ինչպես ճիշտ տնօրինել, ինչպես սա, գումարի հետ կապված յուրաքանչյուր բան, ապա կկարողանաք։ Եվ սա միայն գումարը չէ։ Սա նույն տեղում պտտվելն է, եւ այստեղ մենք սա ենք տեսնում, այս քարտի մեջ դա էլ կա։ Պետք է ձեզ մոտ զարգացնեք այդ ձեր հարմարավետության գոտուց, այդ որ պտտվում եք անընդհատ, այստեղ ուղի էլ չեք ընտրել, եւ այդ պտույտը նա դուրս գալի վերջո դրանից։ Դա պետք է նաեւ զարգացնել ձեզ մոտ։ Շատ մարդիկ ինչին սովորեն, դա էլ անում են եւ չեն ուզում ավելին անել, դուրս գալ այդ process-ից։ Օրինակ սովորել են այդ նույն տեղը աշխատել, որ չի դուր չի գալիս, նորմալ չի, ոչ մի բանը նորմալ չի, աշխատավարձ ուշացում են, բայց ինքը
կարճած է դրանից ինքը այդ նույն օղակումը անընդհատ եւ դա է կոչվում հարմարավետության գոտի, այսինքն դու սովորել ես դրան եւ դրան չես կարողանում ազատվել եւ դրանից պետք է ազատվեք միգուցե զարգացնեք սեր տալու ունակությունը, սիրելու ունակությունը, դիմացինին շատ սեր տալու ունակությունը եւ հենց այդ process-ը, որ մարդը իրոք պետք է դուրս գա այս պտույտից ի վերջո դա պետք է ձեզ մոտ առաջ տանեք միշտ է պակասում սերը եւ այստեղ զարգացումը սիրո հետ կապված սա ավելի ամենաճիշտ խորհուրդներ քարտերից որ մարդը իրոք իր մեջ պետք է այնպես զարգացնի որ կարողանա ճիշտ ցույց տա մարդուն իր զգացմունքները իր սերը տեսնենք ինչը կամ ով կարող է օգնել ձեզ գտնել ձեր իրական ուղին նեք շատ սեր եք տալիս, շատ սեր եք ստանում եւ դրանից էլ կարողանում եք ընտրել, կարողանում եք գտնել ձեր իրական ուղին։ Այստեղ ավելի շատ ինչը սերը, ինչը ճիշտ ընտրությունը, ով ձեր երկրորդ կեսը, ձեր հարազատները Եվ այստեղ դե մենք ով չունենք այստեղ մյուս քարտում իրենք կարող են իրոք ձեզ օգնել գտնել ձեր ուղին միգուցե պետք է անկեղծ խոսեք իրենց հետ միգուցե պետք է եթե չեք կարողանում գտնել ձեր ուղին ընտրության մեջ եք միգուցե պետք է հարցնեք որովհետև իրենք են որ ձեզ պետք է օգնեն կամ սրտով պետք է ընտրեք Սիրտն է, որ ձեզ կարող է օգնել։ Օրինակ, ինչ եմ ուզում անել։ Որն է իմ ուղին։ Ես ինչ կարող եմ անել։ Ինչպես կարող եմ օրինակ օգնել այս կնոջը, որ մեր ամբողջ ազգը երես է թեքել։ Ինչպես կարող եմ օգնել, հա, իմ երկրորդ կեսին, որ իր մոտ լավացնի ամեն ինչ։ Այդպես ինչ որ պահեր են, որ մարդը ընտրության առջև է կանգնում եւ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ իրեն հարց է տվել, ընդհանրապես ինչի եմ եկել ես այս աշխարհ, նորմալ, հա, գիտակից մարդը, որն է իմ ուղին, եւ ինչպես այն գտնեմ, ով կօգնի ինձ գտնել դա։ Եվ ես ձեզ ասեցի այստեղ ձեր ուղին որն է, ինչու եք դուք եկել։ Բայց նաեւ մի մոռացեք ձեր սիրելիների մասին։ Խորհուրդ հարցրեք, նրանք ձեզ իրոք ցույց կտան ճիշտ ուղին։ Միգուցե հենց ամիջապես իրանց ասածը չանեք, ոնց որ ասեն, գիտես, գնա օտար երկիր, ինչ ես օրինակ մնացել, չգիտեմ, այստեղ, գնա այն մյուս երկիր։ Դուք պետք չի որ միանգամից ամիջապես հավաքվեք ու գնաք, այդպես նա ձեզ միտք է տալիս եւ սկսում եք ընտրել։ Հա, ճիշտ է ասում, բայց կարող է իրոք այդ ավելի ճիշտ ուղիա, որ ես գնամ։ Կամ մեկ այլ հարց է, այստեղ կարող եմ լիքը օրինակներ բերել թե ուսման մեջ, թե ինչ-որ մի բան, և իրենք ձեզ այդ ինչ-որ մի թեմա, ինչ-որ մի միտք կտան, որից հետո դուք կսկսեք արդեն տատանվել և ընտրության առջև կանգնել, ոնց որ ճիշտ է ասում, բայց արժի։ Սա է իմ ուղին, թե չէ, այդպես, դուք պարտադիր պետք է խորհրդակցեք ձեր սիրելիների հետ և լսեք ձեր սրտին նաև։ Եթե չեք կարողանում ընտրություն կատարել, եթե չեք հասկանում ձեր ուղին որն է, վերցնում եք թուղթ ու գրիչը, բաժանում եք երկու հավասար մասերի, այստեղ գրում եք ձեր ուղիները, այն ինչ որ սիրում եք, այն ինչ որ չեք սիրում։ Բոլորը լրացնում եք ու հետո հատառհատ սկսում եք ընտրություն անել։ Որն է իմ ուղին։ Որը որ այսպես ձեր սրտին է կպնում, ասում եք, հո, ոյ, ես ինձ այտենց տեսնում եմ։ Ուրեմն դա հենց ձեր ուղին է։ Եթե ոչ, ապա ձեզ պետք է օգնեն միայն ձեր հարազատները, միայն ձեր կամ երկրորդ կեսը կամ ձեր հարազատը։ Որտեվ ոչ մի տղամարդու պետք չի անբան կին, ասեմ, ով որ չգիտի իր կյանքում ինչ է ուզում ընդհանրապես։ Առավելությունները։ Առավելությունները այստեղ ասեք Դա այստեղ մի քիչ առավելություններ չեն, ավելի շատ։
Ձեր կոչման առավելությունները այստեղ նա է, որ դուք ունեք ինչ որ չափով տղամարդկային ունակություններ, դա եթե ինչ որ մի բան ձեզ չհամապատասխան, ուրեմն այս կանխատեսումը ձեզ համար չի։ Երբ որ մարդ ունենում է տղամարդկային ունակություններ, բայց իհարկե չափի մեջ, ոչ թե այստեղ, նա այստեղ սա ձեր առավելությունները չեն, սա ձեր պակասություններն են, հա, եթե մարդը չի կարողանում իրեն դրսևորել ճիշտ առավելությունները նա պետք է լինի, որ դուք կարողանաք ձեր տղամարդկային ունակությունները, լինի դա տղա, լինի դա աղջիկ, որովհետև տղամարդային այդ ունակությունների միջոցով է, որ կինը այդքան ուժեղ է գտնվում, երեխա է ունենում եւ այլն լիքը բաներ կան, որ կինը կարողանում է հաղթահարել, դա տղամարդկային այդ ունակություններն է։ Դա եթե քիչ եք օգտագործում այդ ձեր ունակությունները եւ միանգամից չեք պորտկում, դուք ոնց որ մարդը ունի այդ առավելությունը, որ ինքը կարող է այդ ուժ ունի, որ ինչ որ մի բան կարող է անել, բայց չի կարողանում դա անել, որովհետև պորտկուն է։ Եվ եթե դուք հանեք դա ձեր մեջից, հա, եթե հանեք օրինակ այս քարտը եւ պորտկուն չլինեք եւ օգտագործեք ձեր այս ուժը, դա կլինի ձեր առավելությունը։ Օրինակ այստեղ ինչ որ մեկին հաշտեցնելու համար, օրինակ այստեղ կարողանալու ճիշտ տնօրինելու ձեր յուրաքանչյուր տղամարդկության ուժ է պետք, կամք է պետք, որպեսզի մարդը ազատվի անցյալից, որպեսզի դուրս գա եւ գտնի իր ուղին այդ անընդհատ նույն process-ը չլինի իր կյանքում, սա նույնպես ճիշտ ընտրություն կատարի իր ուղու մեջ։ Եվ այս բորբոքված լինելը պահի տակ, պահի ազդեցության տակ լավ հիշեք ձեր կյանքը, մինչև ասելը, վայ, սա իմ համար չէր, յուրաքանչյուր ասածս բառը մի հատ լավ լվացք եք անում, աման եք լվանում, ինչ եք անում, մի հատ լավ վերլուծեք իմ ասածները, որտեղ մարդը այստեղ իրոք այս բորբոքումը դա խանգարում է ձեր առավելություններին, որ դուք եկել եք ինչ որ մի բան պետք է անեք, օրինակ հասարակ օրինակ բերեմ հենց ինձ վրա, որ դուք մոտավորապես հասկանաք։ Նայեք, օրինակ իմ առաքելությունը կարող է որոշ չափով, ոչ թե քարտերի մասին չասեմ, մարդկանց օգնելն է։ Հա, իմ առաքելությունը ընդհանրապես դա է։ Մարդկանց բերել ցույց տալ այն ինչը որ անհայտ է։ Դա իմ առաքելությունն է։ Եվ այդ ցույց տալու ճանապարհին ես միգուցե այսպես եմ ձեզ ցույց տալիս դա։ Խոսում եմ ուղիղ եթերով արդարություն եմ պահանջում, բայց այսի ինձ խանգարում է, որ շատ մարդիկ լսեն։ Ինձ թվում է մոտապես բացատրեցի ձեզ, եւ դուք նույնպես, եթե ուշադիր լինեք, կզգաք այդ տարբերությունը ձեր կյանքում, որ դա իրոք առաքելությունը կատարելու առավելություն չի, դա խանգարում է ձեզ, որ դուք ձեր կոչումը անեք այս կյանքում։ Եվ օգտվեք այս հնարավորությունից, որտեղ դուք ունեք այդ տղամարդկային ուժը ձեր մեջ, պայքարելու, հասնելու։ Տեսնենք զարգացման հեռանկարները, ունեք արդյոք զարգացման հեռանկարներ, այստեղ ես տեսնում եմ, որ այս պահին ոչ։ Գիտեք, երբ կունենաք զարգացման հնարավորություն, զարգացման հեռանկարներ, հա, ձեր կյանքում ուղի ընտրելու, ձեր առաքելությունը կատարելու այդ բոլոր հարցում, միգուցե իրոք ձեզ օգնի հավատարիմ որևիցե մեկը, միգուցե ձեր ընկերն է, ընկերուհին է, ինքը ձեզ օգնի, որպեսզի օրինակ ինչ որ մեկին, երբ որ օգնեք, յուրաքանչյուր կնոջ, եթե ընկերուհի է թեկուզ, եթե իրեն օգնեք ինչ որ մի հարցում, դա ձեզ արդեն թույլ է տալիս, որ դուք հասկանաք, որ զարգացման հեռանկարներ կան, եւ դուք կկարողանաք ձեր առաքելությունը ճիշտ կատարել այս կյանքում։ Այս քարտով ասում է, որ ոչ, զարգացում չկա, ինչու, ինչպես ապրում եք, այս լսելուց հետո այդպես կապրեք։ Լսեցիք, կեսը հասկացան ասածս, կեսը չէ, ու այդպես կապրեք, այս քարտով։ Այս մեկ անգամ պետք չի լսել, մի քանի անգամ է պետք լսել։
Եվ ամեն լսելուց հետո նոր միտք կառաջանա ձեր կյանքի ոչե էտապի հետ կապված։ Բայց այստեղ, եթե նայում ենք, այստեղ զարգացման հեռանկարներ չկա։ Դուք կապրեք այնպես, ինչպես որ ապրում եք մինչև օրս, եւ էլի կասեք, այ ինչ առաքելություն։ Էլի նորից ինչ որ մի անցյալ ինքը կարճեք, էլի գումարը կստանաք, ճպ, այստեղ կանեք, էլի նորից էլի կմնաք նույն ձեր դիրքում առանց ուղի։ Սա է ասում։ Միայն այստեղ հավատարիմ մարդկանց շնորհիվ դուք կկարողանաք զարգացնել ձեր այն ինչ որ ես այստեղ ասացի։ Միայն իրենց շնորհիվ, ուրիշ ոչ ոքի շնորհիվ։ Եվ տեսնենք ինչ կտա ձեզ այդ զարգացումը։ Նայեք ինչ է տալիս ձեզ այդ զարգացումը, դիրք ես կյանքում։ Նայեք օրինակ ես չգիտեմ, բայց Գագիկ Ծառուկյանի հատկապես իր մայրիկի առաքելությունը այստեղ կարծես թե օգնել մարդկանց։ Եվ մինչև Գագիկ Ծառուկյանը դեռ իր մայրն է օգնել մարդկանց։ Եվ այդ առաքելությամբ ինքը կատարել է իր առաքելությունը, զարգացրել է հեռանկարները եւ դրա համար աճել է իրենց հնարավորությունները եւ հիմա իրանք դիրք ունեն։ Հիմա ինչ որ մեկը կասի մեր փողերով է, մեզանից կերած փողերով է, դուք դեռ շատ երեխա եք, երբ որ իրենք այդ գործունեությամբ զբաղվում էին։ Եկեք այդ քաղաքական պահերը դնենք մի կողմ, եւ իրոք ես դեռ ուսանող էի, որ ես անձամբ եմ հանդիպել իր հետ այդ ժամանակ, եւ մենք ուսանողներիցս մեկի, մեր ուսանողական ընկերներից մեկի շատ հարազատ մարդն էր, ես անձամբ ես նստել եմ սեղանի շուրջ իր հետ։ Եվ այն ժամանակ դեռ ես ասում եմ ուսանող էի, ես այն ժամանակ դեռ իրանք ունեին արդեն։ Հետ գնացեք 45 եմ հեսա լինում, հետ գնացեք, հաշվեք, ուսանողական տարիները երբ է լինում։ Եվ սա հենց դրա մասին է խոսքը, որ մարդը անում է իր առաքելությունը, հասնում է այն դիրքին, որը որ կա։ Ես ինչու հենց այդ մարդու օրինակը բերեցի։ Ես կարող եմ ավելի ուրիշ մարդկանց օրինակներ բերել։ Նայեք այստեղ ինչ կտա ձեր զարգացումը։ Դիրք, ամուր հիմք, եւ մարդը կհասկանա, որ այո, երբ որ կատարում է մարդը իր առաքելությունը, ինքը սկսում է հանգստանալ։ Երբ որ դուք մեկին աջակցեք, օրինակ այստեղ գիտեք, որ ինչ որ կնոջ մերժել են։ Եթե օգնեք այդ կնոջը եւ ձեր ազգությանը իրար միացնել եւ դուք կարողանաք այդ դա անեք, դուք նենց հոգեպես կհանգստանաք եւ կլինեք այս բարձր դիրքում եւ ավելի ամուր կկանգնեք ոտի վրա հաջորդ քայլը անելու համար։ Եթե ազատվեք սրանից, դուք կկանգնեք բարձրույնքին, որովհետև դուք ազատվում եք ի վերջո այդ անցյալի կապանքներից եւ ամուր կկանգնեք հողի վրա։ Եթե կարողանաք այստեղ գումարը ճիշտ տնօրինել, կարողանաք ֆիքսել ձեզ, կարողանաք հասկանալ ինչպես կարելի է ճիշտ ֆինանսները ղեկավարել կամ առհասարակ շատ սեր տալ մարդկանց, ցույց տալ ձեր սերը եւ կարողանալ ճիշտ կազմակերպել եւ նաեւ սովորել ինչու՞ չէ ֆինանսական այդ ամեն ինչին, դուք եւս ամուր կկանգնեք ձեր դիրքին։ Այստեղ ֆինանսապես նաեւ նույնպես եւ աշխատանքի առումով նույնպես։ Այստեղ եթե դուք դուրս գաք այդ մշտական նույն բանից, հա, որտեվ դուք ճիշտ ուղին չեք ընտրել, դուք ուղղակի ապրում եք։ Եվ եթե դուք դուրս գաք այդ ամեն ինչից եւ սկսեք արդեն կողքինների մասին էլ ինչ որ չափով մտածել, հատկապես կանանց, դուք եւս այնպեսի հանգստություն է գալիս մարդու վրա, երբ որ ինքը դիմացինին օգնում է։ Եվ փորձեք ինչ որ մեկին մի լավ բան անել, տեսնեք, կամ եթե զգում ես քո ուղին ես ընտրում, հոգիդ հանգստանում է, լարվածություն ներսի հանգստանում է եւ դու ավելի ամուր ես, ահա, ես գտա իմը, ես անում եմ սա, ես այսպես եմ վարվում, իմ կյանքի ուղին սա է, սա պետք է անեմ, այսպես եմ գնալու առաջ, վերջ, եւ եթե դուք դա ընտրում եք, ամուր կանգնում եք հողի վրա, այստեղ, եւ հիմքն է ճիշտ գծած լինում, եւ հետո ճիշտ կբարձրանաք ձեր կյանքում, Աստված կբարձրացնի ձեզ, որովհետեւ նա ձեզ այնպես արել է, դուք ծնվել եք, որ ինչ որ մի բան անեք այս կյանքում,
Չեք ծնվել ուղղակի ապրելու համար։ Ոչ ոք չի ծնվել ապրելու համար։ Թեկուզ ինչ որ մեկը հարևանին մի կտոր շաքար է տվել, մենք գուցե իր առաքելությունը դա էր, որ ինքը այդ պահին օգնության ձեռք մեկնեց։ Դե համար այդ մի շաքարի համար իր կյանքը կարող է շատ երկար էլ։ Եվ ինքը շատ երկար, մինչև խորը ծերություն, ասենց ավելի երկար ապրի եւ չհասկանա թե ինչու այսքան երկար ապրում, օրինակ։ Ամեն մարդ ինքը իրան հարց տա։ Ում եմ ինչ լավություն արել։ Նույն կատարել ես քո առաքելությունը, քո հարևանին պետք էր, շաքար դու տվել ես։ Սեր տալ, ընտրություն կատարել, օգտագործել ձեր այդ տղամարդկային հատկությունները ինչ որ բաներ անելու համար, զարգացնել ձեզ, ոչ թե կանգնել եւ մնալ դոփել նույն տեղում։ Եվ այդ ժամանակ ամուր կկանգնեք ոտքի վրա, ճիշտ իմանալով ուր եք գնում, ճիշտ իմանալով ինչի համար եք եկել դուք։ Եվ այնպեսի ինչ որ բաներ կբացահայտվի ձեզ համար, որ կասեք, ինչքան ժամանակ ես քնած էի ապրում։ Հավատացենք։ Այս կանխատեսումը մի քանի անգամ լսեք։ Այսքանը զբաղ քարտը պահել էի, որ մեզ չխանգարեր։ Անկամ մոռացա շեշտեմ, որ կարողանաք ձեզ տիրապետել, ամենակարևորը, կարողանալ ձեզ տիրապետել եւ հասնել ձեր առաքելությանը, հասնել այն նրան, ինչին որ դուք եք ուզում հասնել։ Միայն այդ ձևով ամենաառաջինը պետք է դրա վրա մի հատ աշխատել, որ չբորբոքվել կես ճանապարհին։ Այն որ ասում է, ուզում ես հարազատիդ օգնես, չեն ուզում լսել, բորբոքվում եք, մի բան էլ դուք եք վիճում ձեր հարազատների, ձեր բարեկամների հետ։ Ոչ, ամեն ինչը խաղաղ ճանապարհով կարող եք լուծել եւ անել։ Այսքանը ամեն մեկս ունենք մեր առաքելությունը։ Եվ այդ առաքելությունը կատարելով է, որ Աստծո դռները բացվում են մեր առջև մահանալուց հետո։ Ոչ թե դժոխքի դռներն են բացվում։